Ռուսական 1000 տոննա ցորենով բեռնված 15 վագոններն արդեն Հայաստանում են։ Դրանք այս գիշեր Լոռու այրում կայարան են հասել Ադրբեջանի, այնուհետև Վրաստանի տարածքով։ Պատմական իրադարձություն Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի համար, որն անձամբ է մեծ ոգևորությամբ գիշերը դիմավորել Ադրբեջանով անցած բեռները։ Գրեթե 3.5 տասնամյակ այս երթուղով, այսինքն երկաթուղային երթուղով Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռներ չէին տեղափոխվել եւ իհարկե հակառակ ուղղությամբ էլ չեն գնացել եւ այդ առումով այսօր պատմական օր է։ 35 տարի հետո այս երկաթուղու գործարկումը Պապոյանը համարում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հաստատված, այսպես կոչված խաղաղության արդյունքներից մեկը։ Դա շատ կարևոր էական նշանակություն ունի, բնականաբար մեր տնտեսական քաղաքականությունների եւ լոգիստիկ քաղաքականությունների դիվերսիֆիկացիայի տեսանկյունից, բայց նաեւ շատ կարևոր է արձանագրել, որ սա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հաստատված խաղաղության գործնական արտացոլումն է արդեն հողի վրա եւ տնտեսական առաջին ըստ էության արդյունքներից մեկը։ Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով Ռուսաստանի ու Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը ողջունում է Մոսկվան։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը երկաթուղու գործարկումն անվանել է շոշափելի ներդրում Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործընթացում։ Խորհրդանշական է, որ այս երթուղով անցնող առաջին բեռը ռուսական հացահատիկն էր, կյանքի եւ արարման ամենակարևոր խորհրդանիշներից մեկը, ինչը եւս մեկ անգամ ընդգծում է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու եւ առճակատումից համագործակցության անցնելու համատեղ ձգտումը։ Ըստ Օվերչուկի նոր երթուղին ամրապնդում է Ռուսաստանի տրանսպորտային կապը Հարավային Կովկասի պետությունների հետ։ Մեծացնում է ԵԱՏՄ երկրներից ապրանքների հասանելիությունը հայկական շուկաներին, բարելավում է ԵԱՏՄ շուկաների հասանելիությունը հայ արտադրողների համար։ Շուտով Հայաստան կհասնի նաև ղազախական ցորենը, էլի 1000 տոննա, ըստ Պապոյանի այն արդեն Ադրբեջանի տարածքում է։ Լիլիթ Գասպարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։